Տիեզերքի մեջ մեր մոլորակը մի փոքրիկ ավազահատիկ է, ու այդ ավազահատիկի չափ մոլորակի վրա մեր հայրենիքը մի ամբողջ տիեզերք է։ Քարտեզի վրա հազիվ է նշմարվում, բայց հոգևոր այնքան ծավալներ ու խորքեր ունի, որ ամբողջ կյանքում հազիվ կարողանանք բացահայտել։ Մեր համի ուժով արդեն 7-րդ եթերաշրջանն է, որ փորձում ենք գտնել այն գեղեցիկն ու զորավորը, որ ապրեցնում ու կյանք է տալիս ամենահին, ցավոք սրտի թշնամիներով շրջապատված, բայց այդքան կենսունակ եւ անպարտելի մեր ազգին։ Հազարավոր ճանապարհներից այսօր ընտրել ենք հենց այս մեկը, որը տանելու է մեզ չքնաղ Տավուշ։ Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի հետ միասին ընտրել ենք այս ուղղությունը, որովհետև պիտի բացահայտենք աշխարհի ամենավորակյալ տերոարներից մեկի գաղտնիքները։ Թերևս պետք է անձամբ համտեսել ու հասկանալ, թե ինչու է Տավուշում գինին այսքան համեղ եւ բացառիկ։ Մենք կհյուրընկալվենք Աղավնավանք համայնքի Աղավնատուն հյուրատանը, որտեղ նաև նորաստեղծ փոքրիկ գինեգործարան կա։ Անպայման կայցելենք միջնադարյան հայտնի վանական համալիրներից մեկը Աղավնավանքը, որն անտառային իր գողտրիկ խաղաղության մեջ հայտնի է զորավոր ուժով, հավատի ուժով։ Այսօր անպայման կհյուրընկալվենք Հայաստանի ամենահին գինեգործարաններից մեկում՝ Իջևանի գինու եւ կոնյակի գործարանում։ Իդեպ այստեղ հին գինու բացառիկ հավաքածու կա, որը դեռ պետք է գնահատենք։ Երևանից դուրս Հայաստան աշխարհը շատ ավելի վառ է ու հետաքրքիր։ Մենք երկար վարելուց հետո հասանք մի դրախտավայր, որը կոչվում է Աղավնավանք։ Աղավնավանք գյուղն է, որը ունի իր համանուն Աղավնավանք վանքը։ Այստեղ ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա է Բուն գյուղից, եւ այս չքնաղ վայրում մենք Աղավնատուն անունով մի գաստրոյարդի ենք հյուրընկալվելու, որտեղ երիտասարդ աղավնավանքցի Ալեքս Ներսիսյանը կպատմի իր երազանքների մասին եւ կապացուցի եւս մեկ անգամ, որ եթե կա ցանկություն, ապա դուք կարող եք փոխել ձեր միջավայրը, ոչ թե ֆիզիկապես ձեր տեղափոխությամբ, այլև ձեր սիրելի վայրում գտնվելով, դուք կարող եք փոխել ձեր աշխարհը եւ համոզել բոլորին, որ հենց դա է ճիշտը, եւ պահպանել մաքուր ու զարգացնել այն գյուղակը, որտեղ ծնվել եք, որտեղ ապրում եք եւ որտեղ պատրաստվում եք ձեր գինեգործությամբ ստեղծել շատ գեղեցիկ ու հյուրընկալ մի միջավայր։ Համյուժի 7-րդ եթերաշրջանը շարունակում է իր բացահայտումները։ Եղեք ուշադիր։ Տավուշը Հայաստանի արևելյան սահմանապահն է։ Ավելի քան 350 կիլոմետր սահման ունի մեր թշնամու հետ։ Երբեք չես կարող ենթադրել, որ բարձր ու ժայռոտ լանդշաֆտով անցնող գլխավոր մայրուղուց մի քանի կիլոմետր դեպի լեռնային խորքերը գնալով կարող ես հայտնվել այսպիսի հոյակերտ ու գեղեցիկ բնակավայրում, իսկական դրախտավայր։ Այստեղ լեռների տաքուկ գրկում է գտնվում Աղավնավանք գյուղը։ Ամենայն հավանականությամբ գյուղն այդպես են անվանակոչել մոտակայքում գտնվող միջնադարյան այս չքնաղ վանական համալիրի շնորհիվ։ Չնայած նրան, որ այստեղ բնակավայր է եղել դեռևս վաղ միջնադարում, նորորյա գյուղը վերականգնվել է բոլորովին վերջերս։ Երբ 90-ականներին այստեղ հանգրվանեցին ոխերիմ թշնամու յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցները։ Նրանք եկան, տեսան, սիրահարվեցին եւ որոշեցին այստեղ հաստատվելով շարունակել կարևորագույն առաքելությունը՝ ապրելու եւ շենացնելու Հայաստանը։ Աղավնավանք կառուցվել է 11-ից 12-րդ դարում ու ինքը ոչ միայն սրբաթեղի լինելով ինքը անապատ է կոչվում, այսինքն Աստվածածնի անապատ։ Ոչ միայն սրբաթեղի լինելով նաև ռազմական նշանակություն է ունեցել, քանի որ Աղավնավանքը Գոշավանքը ու Հաղարծին ուրվագծային քարտեզի վրա գտնվում են նույն մակարդակի վրա, ու երբ որ Աղավնավանքի գմբեթին ջահ ենք վառում, այդ ջահը տեսանելի է լինում Գոշավանքի գմբեթին, որտեղ որ բնակվել է Մխիթար Գոշը, իսկ երբ որ Մխիթար Գոշի այդ վանքի, որտեղ որ ինքն է բնակել այդ վանքի գմբեթին են ջահը վառում, դա տեսանելի լինում Հաղարծինի գմբեթին։ Այսինքն ջահերի առկայություններով մարդիկ փորձել են իրար հասկացնել, հաղորդակցվել, թե ռազմական ինչ իրավիճակում է գտնվում։ Եվ վտանգի դեպքում եւ գուցե ինչ-որ ընդհանրական երևի նշաններ են ունեցել լուսային։ Պատկերը ասացիր, որ երբ մտնում ենք Աղավնավանք կախված լույսի արևի դիրքից գմբեթին առաջանում է Հիսուսի պատկերը։ Այս պահին մենք տեսնում ենք մեր դիմացի հատվածում Հիսուսի
պատկերը։ Լռություն է։ Միայն անտառի թռչունների մեղմ ձայնն է լսվում։ Խաղաղություն եւ անդորժ է, որի փնտրտուքով էլ 12-ից 13-րդ դարերում ճգնավորները հասել են այստեղ եւ որոշել հիմնել Աղավնավանք վանական համալիրը։ Աստծուն գտնելու, աշխարհից առանձնանալու համար այս վայրն ուղղակի կատարյալ է։ Թավ անտառի մեջ, բոլորի աչքից հեռու, բայց միևնույն ժամանակ տեսնողի համար շատ տեսանելի։ Մեր հայրերը երբեք ոչինչ հենց այնպես չեն կառուցել։ Եկեղեցու վայրը երբեք պատահաբար չեն ընտրել։ Ասում են, որ մեր հազարավոր վանքերի եւ եկեղեցիների նման Աղավնավանքն էլ ունեցել է ռազմավարական նշանակություն։ Այս տարածքը, որ այսքան մաքուր է, բարեկարգ, բարից բուն իմաստով մաքուր, որովհետեւ գիտես ցավալի իրականությունը, մենք վերջերս ինչքան շրջում ենք տարբեր վայրերով, լինի անտառ, ծառ, թուփ, թե մանավանդ չասեմ այդ սեղանիկները դրած այդ ուտուշ խմուշներից հետո ինչերի է վերածում այդ տարածքը։ Իրականում այստեղ էլ է պայքար եղել այդ առումով, ոնց որ մնացած համալիրներում այստեղ էլ են գալիս ու հաց են ուտում ու իրանց հետևից ցավոք իրանց աղբը չեն տանում, բայց մի քանի անգամ վեճեր լինելուց հետո, երբ որ այլ տեղացիներ գալիս էին աղբ էին թափում, խնդիրներ է առաջացել, գյուղացիները ես կամ մեկ այլ երիտասարդ կամ մեծահասակ կռիվ է առաջացել ու այսպես ասած շատ մարդիկ ծեծ են կերել աղբ թափելու համար ու վերջին շրջանում այսպես առաջացել, երբ որ Աղավնավանքի տարածքում աղբ են թափում, գյուղացիները ծեծում են։ Այդ է պատճառը, որ Աղավնավանքը ամբողջությամբ իր տարածքով մաքուր է մնացել։ Ոնց նայում եմ, այս ծեծի պահը պետքա կիրառել ամեն տեղ, ուրեմն ով աղբ թափի, պիտի ծեծ ուտի։ Այլապես չեն կարող։ Ուրեմն աղավնավանցիները ծեծում են, եթե աղբ են թափում այստեղ ու կեղտոտում են։ Միանշանակ։ Ուռա։ Ու այդ դպրոցական տարիքից մարդկանց մոտ պետքա լինի, որ իրանց երբ որ աղբ են թափում Աղավնավանքում, գյուղի կամ վանքի տարածքում, նույնն է, երբ որ կբերեն աղբը կշպրտեն մեր տները։ Այսինքն, երբ որ թափում են Աղավնավանքում, մեր մոտ տպավորությունն է, որ աղբը բերում են լցնում են մեր տուն։ Աղավնավանքը նույնպես մեր տունն է։ Ալեքս, երբ որ քարերը ընկնում են, որովհետեւ մենք տեսնում ենք, որ գմբեթը չկա, դե խոնարհված է մասնակի, ոնց է կանում այս քարերը տեսնում։ Գմբեթը իրականում որոշ չափով պահպանվել է, ամբողջությամբ չի քանդվել, բայց որոշակի քանդված տեղեր կան, բայց երևի տեսնում եք կան քարեր, որոնք ընկել են ու շատ արագ տեղում են դրվել։ Գյուղացիները վերանորոգում են, այսպես ասած, ամեն մեկը իր ուժերով ու այսպես դրված չի ով պետք անի, ով կտեսնի առաջինը նայել կանի։ Այնքան հաճելի է, որ դուք ձեր տամպես նայում եք այս փոքրիկ վանքը եւ չէի ասի, որ նա միայնակ է։ Ես կասեի, որ նա շրջապատված է սիրով, բոլոր առումներով սիրով։ Միգուցե դրա համար էլ սերա փոխանցում բոլորին։ Հա, եւ պահում է այս տարածքը։ Նու ենք հիշեցնում ենք, չէ, որ այս տարածքում թերոս են քիչ գյուղերից է Աղավնավանքը, որտեղ ծառահատումներ չեն իրականացվել։ Ոչ մասսայական, ոչ հատուկեն, որտեղ մարդիկ թափված ճյուղերից օգտվելով բավարարել են իրենց կարիքները։ Հետագայում կարծում եք այստեղ կկարողանաք էլ այդ պահպանել, Ալեքս ջան։ Միանշանակ։ Չլինող բան չկա, եթե շատ ես ուզում մի բան։ Ու ինչը որ բարի գործ է, ինչը որ արդարացի է, միանշանակ հաջողվում է ու վանքն էլ մեզ պահպան է, Աստված մեզ օգնում է ու միանշանակ հաստատ կպահպանենք։ Որովհետև եթե անգամ ինչ որ մի բան մեկը կթափի, մենք իր հետևից կհավաքենք։ Աստվածամայրը իհարկե զորեղ ուժ ունի եւ վստահ եմ, որ իր ուժով ձեզ պահելու է։ Ինչպես որ ժամանակին այստեղ եղել է գրեթե անառիկ։ Ժամանակին եղել է անառիկ։ Եկեղեցին կառուցվել է 12-ից 13-րդ դարերում եւ հայտնի է եղել նաեւ Սուրբ Աստվածածնի անապատ կամ Աղնաբաթի վանք անուններով։ Եկեղեցին փոքր է եւ կենտրոնագմբեթ, իր ավանդատներով։ Նրանից դեպի հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցների հիմքեր, որոնք հավանաբար միաբանների բնակելին են եղել եւ տնտեսական շինություններ։ Թող համիուժի այս թողարկումը դառնա կարևոր մի առիթ, որպեսզի դուք գտնեք ժամանակ եւ գնաք Աղավնավանք, որպեսզի լսեք այստեղ լռության մեջ Աստծո խոսքը եւ տեսնեք, թե ինչպիսի դրախտային երկիր է մեզ հայերիս ի պահ տրված։ Աշխարհում գեղեցիկ շատ բան կա, վստահ եմ, բայց ոչինչ այնքան խորհրդավոր չէ, որքան թոնրում թխվող հացը եւ նրա բույրը։ Թոնիրը հայերի համար սրբազան է եղել միշտ։ Այն համեմատվել է կնոջ արգանդի հետ, որից ծնվում է աստվածատուր հացը, կենաց հացը։ Նույն ալյուրից, ջրից ու աղից հնարավոր է հազարավոր տեսակի հացեր թխել, բայց Հայաստանում ստեղծված հացը
հայկական համն ունեցող հացը ու մանավանդ աղավնավանքինը հաստատ նման չի լինի դրանցից եւ ոչ մեկին։ Տիկին Ալվինա Ավանեսովայի հետ այսօր մենք հաց ենք թխելու, մայրական հոգատարությամբ եւ մտքում ասված աղոթքով։ Իսկ մենք ինչ ենք թխելու, լավաշ։ Լավաշ, հա։ Այն լավաշ չէ, մի քիչ հաստոտի կանելու։ Լոշիկ։ Հա։ Սիրում եմ հայոց բնաշխարհում ապրող հայ մարդու մաքուր եւ անկեղծ տեսակը։ Այնքան հուզիչ է։ Սրտիդ մեջ հավերժ դրոշմվում է միամիտ ու անկաշկանդ շփումը նրանց հետ։ Հայրենիքի դարպասները պաշտպանված են սիրով։ Հացի խմորի բաղադրատոմսը պարզ է։ Մաղած ալյուր, գոլ ջուր, դրոժ կամ թթխմոր, աղ ու մի քիչ շաքարավազ։ Պատրաստի խմորը պետք է անպայման թողնել հասունանա, ապա այն հունցել երկրորդ անգամ, որից հետո նոր թխել։ Գաթա ենք պատրաստում, բայց ինձ պատմեք նախ ինչի մասին է խմորը։ Խմորը ձույա 2 հատ, մածունա, սուդի հետ, մի քիչ է ձեթ եմ լցրել, պեսոկ, հա, պեսոկ, մի քիչ պեսոկ, հա։ Խորիզը ինչա։ Խորիզի էլի յուղովա, սարքած ալյուրով, պեսոկով։ Հայկական հացի նման գաթան էլ ծիսական ու կարևոր նշանակություն ունի հայերիս համար։ Դրա բաղադրատոմսն էլ հայկական բոլոր բնակավայրերում կարծես կրկնվելով ամենտեղ ունի յուրահատուկ ինչ-որ գաղտնիք։ Այսօր կփորձենք աղավնատուն գաստրոբակի առաջարկած գաթան եւ կբացահայտենք հենց այս գաթայի համի ուժը։ Խմորի համար պետք է 1 բաժակ շաքարավազ, 2 ձու, 1 բաժակ մածուն, 1 թեյի գտալ սոդա, 2 ճաշի գտալ ձեթ կամ յուղ, վանիլին։ Խորիզի համար անհրաժեշտ է յուղ, անարատ, մաքուր յուղ կամ ձեթ, շաքարավազ եւ ալյուր ըստ աչքաչափի։ Աղավնավանքը հաստատ դեռ 7-րդ դարից թվագրվում է որպես հայկական գյուղ եւ մենք ունենք այստեղ ամենավառ արտահայտված մեր հետքը իհարկե հենց բուն աղավնավանքն է, Սուրբ Աստվածամոր անապատը եւ հետո արդեն 1950-ականներից այստեղ սկսել են բնակվել ադրբեջանցիները, բայց ցավալի իրադարձություններից հետո, երբ մեր հայրենակիցները բռնագաղթվեցին, բնականաբար նրանցից շատերը Բաքվից եւ հարակից քաղաքներից ու գյուղերից եկան եւ վերահաստատվեցին արդեն այստեղ, Աղավնավանքում։ Աղավնաձորցի Ալեքսան Ներսիսյանը, ում հետ մենք շատ արագ ընկերացանք, տակավին երիտասարդ, բայց ապագայի նկատմամբ հավակնոտ ծրագրեր ունեցող գործարար է։ Բանակից վերադառնալով նա որոշել էր գյուղը ոտքի հանել, ստեղծել զբոսաշրջային մի այնպիսի միջավայր, որտեղ գյուղացիները կկարողանային իրացնել իրենց բերքն ու օգտագործել հյուրընկալության բոլոր հնարավորությունները։ Շատերը նրան սկզբում չհավատացին եւ վստահ էին, թե անհույս զբաղմունք է։ Բայց չլսելով եւ ոչ ոքի, Ալեքսանը որոշեց զբաղվել սոցիալական ձեռներեցությամբ, բացեց աղավնատուն, գաստրոբակն ու հյուրատունը։ Եվ երբ արդեն արդյունքը սկսեց տեսանելի լինել, երբ սկսեցին հաճախ զբոսաշրջիկներ այցելել գյուղ ու կյանքն այստեղ մի տեսակ ակտիվացավ ու եռաց, համագյուղացիները նույնպես միացան Ալեքսանին, որովհետև հավատացին, որ մի մարդը կարող է շատ բան փոխել։ Շատ ուրախ ենք, որ մեծ ու արդեն զարգացած գինեգործների շարքում կան նաև այս գաստրոյարդի, գաստրոբակերի պես փոքրիկ գինեգործարաններ, որոնք հուսով եմ կդառնան մեծ ու իրենցը թելադրող։ Հիմա ասեք, խնդրում եմ, ինչ գինի է ձեր գինին եւ որքան հասկացա կարմիր սորտը կարմրահյութներ։ Իսկ սպիտակը ինչ է, ոսկե։ Սպիտակը չէ, լալվար ու ռակաթել։ Լալվար։ Այսքան փորձել ենք լալվարից դեռ սպիտակ գինի չէի փորձել այս ընթացքում դեռ սիրով։ Ալեքս, իսկ ինչպես որոշեցիք գինի արտադրել։ Որտեղ մենք տնական գինի հասկացողությունը արտադրանքից ամեն դեպքում ծնողներս վաղուց պապերս զբաղվել են գինեգործությամբ ու փոքր հասակից ինչ որ չափով գիտելիքներ ունեցել են գինեգործության, բայց խաղաղագործության ու գինեգործության հիմնադրամի հետ համատեղ UNDP ինտեգրված գյուղական զբոսաշրջություն ծրագրի շրջանակում աջակցում էին տնայնագործ գինեգործներին ու սարքավորումներ էին տրամադրում, որ որակական առումով մեծ ազդեցություն թողեց, որն էլ հասցրեց այն մակարդակի, որպեսզի շշալցնենք ու ունենանք մեր անվանումը։ Ես տեսա ձեր պահամանները երկու հզոր մեծ պահամաններ ունեք, լավ տակառներ ունեք, վստահ եմ։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի շնորհիվ մենք էլ ճանաչեցինք այն
հիանալի մարդկանց, որոնց պատմություններն են թաքնված այս գինիների հետևում։ Փորձեմ ասեմ։ Մեր գաթան պատրաստ է, արդեն գնանք հանելու։ Անտիր գինի է, մի նայեք, ես իմը կխմեմ, դուք ձեր գաթայի հետևից գնացեք։ Ալեքս, գյուղում երբ որոշեցիք հիմնել աղավնատուն գաստրոբակը, ո՞նց նայեցին ձեր մտերիմները դրան։ Չասացին, թե խելա գարես դու ինչ։ Հենց իրականում այդ իրավիճակներ բոլորոցի ծաղում էին, որով պետք է գա այդտեղ, ով ինչ զբոսաշրջիկ պետք է գա, կորած գյուղաբան, ու ես այդ ժամանակ հասկացա, որ եթե բոլորոցի ծաղում են մի գաղափարի վրա, որ ինքը հաջողվելու ահռելի մեծ պոտենցիալ ունի։ Ինչ դուր է գալիս։ Հենց այդպես էլ եղավ, բայց գյուղացիները միշտ աջակցել են ընկերները։ Երեկոյան ժամերին բոլորը գալիս էին, աշխատում էին, օգնում էին։ Ու արդեն 2018 թվականից սկսեցինք սարքել, 2019-ին շահագործեցինք ու մեծ հաջողություն ունեցավ, այսպես 2019 թվականին 700-ից ավել զբոսաշրջիկ ունեցանք, որը նախատեսակից մի 3 անգամ ավել է։ Հաստատ, գոնե 100-200-ի կարող էիք նախատեսել, որովհետև դեռ փոքր է տարածքը։ Սա ձեր տունն է եղել, թե ձեր տունը ուրիշ կողմ։ Չէ, մեր տունը գյուղում է, բայց ուրիշ հատվածում է։ Սա գյուղի կենտրոնական հատվածում է, որտեղ որ վանք են գնում։ Ու այդ անցնողները թեկուզ մտնում են գինի են համտեսում։ Ու լավ տրամադրությամբ շարունակում են իրենց ճանապարհը։ Կազմակերպում ենք նաև արշավներ, կարկածային տուրեր բեռնատարներով։ Արկածային տուրը ո՞րն է, բարձրացնում եք սար, ասում եք դե ինքնուրույնի չեք։ Չէ, Ով հասնի, գինի խմեք, նորի չեք։ չէ, կարող են խմել նոր բարձրանալ, ավելի հետաքրքիր է լինել։ Ալեքս, ո՞րն է ձեր վերջնական երազանքը, ինչի վերածել գյուղը եւ այս Գյուղը դարձնել գյուղական զբոսաշրջության համար ամենապահանջված ուղղություններից մեկը։ Յուրաքանչյուր ընտանիք իրեն հարկի տակ ունենա ինչ-որ մի հատ վարպետազդաս ներկայացնի իր մշակույթը ու այդ ձևով լավանա այդ գյուղացու սոցիալ-տեսական իրավիճակը, ավելի ամուր կարճի գյուղի հողին, ոչ թե մտածի քաղաքներում բնակվելու համար, այսինքն լավ միջավայրի համար փոխի միջավայրը, այլ ոչ թե միջավայրը գնա ուրիշ տեղում ապրի։ մենք խմում ենք հիմա կինեա գինի, ճիշտ եմ ասում։ Ճիշտ եք ասում։ Ես դա հասկացա ինչու կինեա, բայց դուք ասեք, պատմեք։ Իրականում մեր բարբառով գինին ասում են կինի, կին բառը մի մասը այդտեղից է վերցրած, իսկ մյուս մասը հենց կնոջ կին որպես կին այդտեղից է վերցրած, քանի որ գինին բոլորը ասոցացնում են կնոջ հետ, կնոջը եւ գինին իրար հետ ասոցացնելով անուն դրեցինք կինեա։ Ինչի համար դրեցինք, նաեւ որ տարբերվենք մնացածից, շրջանակից դուրս ինչ որ մի հատ անուն լինի, ու ինչի՞ չէ մեր հայ կնոջ գեղեցկությունը։ Իսկական տղամարդու խոսք, վերջապես գիտենք ինչի մասին ենք հավաքվել։ Ալեքս, դուք ունեք ընկերուհի։ Ոչ։ Սիրելի համիուրցիներ։ Ուրեմն մենք արդեն ես փոխելու եմ ֆորմատը ու դնեմ սիրո ուժը եւ վերջում սկսեմ արդեն այս ամուսնական բանի կապերը ամրացնել։ Մենք սրտան ձեզ մաղթում ենք մեր համի ուժով ու մեր ամբողջ ստեղծագործական թիմով, որպեսզի դուք գտնեք այն կին էակին, որը ձեր կյանքում ոչ միայն կզարդարի, այլև կշարունակի զարգացնել ձեր դրած շատ սիրուն ու շատ կարևոր գործը եւ կդառնա ձեր կարևորագույն գինին, որը կտա ձեզ այդ արվեստի ընկալումը, կտա այդ թրիչքը եւ վերջապես կամրապնդի ձեր ուժը, որը արդեն կա հողի ուժը եւ այս կամքի դրսեւորումը։ Շատ շնորհակալ ենք։ Ես վայելում եմ կարմրահյութից պատրաստված կարմիր գինին։ Մենք դեռ ունենք երկու տեսակի, բայց ելի կլինի։ Իսկ համիուժը 7-րդ եթերաշրջանով ունի կարևոր առաքելություն, ոչ թե միայն բացահայտել մեր գինեգործներին ու խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի շնորհիվ մանրամասներին ծանոթանալ, այլև մարդկանց ճանաչել ու ճանաչել տալ ինքներս մեզ։ Քանի դեռ մենք մեզ չգիտենք, մենք չենք կարողանա աշխարհին պատմել մեր մասին։ Կհանդիպենք։ Որքան էլ խորհրդային իշխանությունները ժամանակին Հայաստանում գինու մշակույթը փորձել են վերացնել, փոքրաթիվ գինեգործարաններում արտադրվող հայկական գինին ուներ իր մեծ հեղինակությունը։ Այդպիսին էր Իջևանի սպիտակ գինին, որի հռչակը տարածված էր ամբողջ ԽՍՀՄ-ում։ Այն արտադրվում էր Իջևանի գինու կոնյակի գործարանում։ Սա թերևս Հայաստանի առաջին գինեգործարաններից է, որը հիմնադրվել է դեռ 1951 թվականին Արարատ տրեստին եւ Երևանի շամպայն գինիների գործարանին կոնյակի եւ շամպայնի գինենյութ մատակարարելու նպատակով։ Տավուշը մեր դրախտն է։ Տավուշը եւ հույս է տալիս եւ ուժ է տալիս եւ գեղեցկությամբ է իր մեզ զարմացնում ամեն անգամ։ Բայց այսօր մենք չենք խոսելու տավուշի ճկնաղ բնությունից եւ չենք խոսելու այն
համադամ մրգերից, որոնք այստեղ աճում են եւ չենք խոսելու այդ հագեցած թթվածնից, այլ խոսելու ենք արվեստով, ռոմանտիզմով ներծծված այն գինուց, որը ստեղծվում է Իջևանի գինու եւ կոնյակի գործարանում։ Անկախացման դժվարին տարիներին անգամ գործարանը չի դադարել աշխատել։ Սակայն ժամանակի հետ համընթաց լինելու եւ բարձր որակ ապահովելու համար իհարկե պետք էր վերազինել այն։ 2005 թվականը շրջադարձային էր այս առումով գործարանի համար։ Մասշտաբային ներդրումներ կատարվեցին գործարանի վերանորոգման, արտադրության ընդլայնման, նորագույն տեխնոլոգիաների եւ սարքավորումների ներդրման համար։ Ու ամենակարևորը հիմնվեցին խաղողի սեփական այգիները։ Թիմը համալրվեց արտասահմանում կրթություն ստացած բարձրակարգ մասնագետներով։ Այսօր ոչ միայն սպիտակ, այլ նաև շատ բարձրակարգ այլ գինիներով է գործարանը ներկայանում աշխարհին, մատուցելով հայկական գինուն բնորոշ բարձրակարգ տեսականի, մեկը մեկից յուրահատուկ եւ համեղ։ Մենք գտնվում ենք Իջևանի գինու եւ կոնյակի գործարանում եւ հնարավորություն ունենք ձեզ ներկայացնելու շատ հետաքրքիր բացահայտումներ։ Թույլ տվեք ներկայացնենք մեծ հյուրընկալող մեր հյուրերին։ Ատոմ Եգորյանը այս գործարանի գործադիր տնօրենն է, գինեսեր, հետաքրքիր ընտանեկան ավանդույթների սիրահար, մենք կխոսենք դրա մասին, եւ երիտասարդ գինեգործը, որը ավագ գինեգործն է, չնայած իր տարիքին, մեր սիրելի Վլադիմիր Սաֆարյանը։ Բարի օր եւ շնորհակալ ենք շատ։ Ինչն է հետաքրքիր, Ատոմ, այսքան շրջում ենք տարբեր գինեգործարաններում եւ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր գործարանի թիկունքին կանգնած է մարդը իր պատմությամբ։ Ձեր ընտանեկան պատմությունը ինչպես եկավ եւ հանգավ գինեգործությանը, ինչպես դուք վարակվեցիք այդ սիրով եւ որն է ձեր ընտանիքի հեքիաթը։ Ճիշտն ասած, ընտանիքի մեջ որ ասեմ գինի խմել, այդ ավանդույթը, այդ ամեն ինչը այդքան էլ զարգացած չի եղել, բայց մեծ եղբայրս Ռուսաստանից վերադառնալով ձեռք է բերել խաղողի այգիներ, մոտ 200 հեկտար ընդհանուր տարածքով 2000-ականներին 90-ականների վերջին 90-ականների վերջին եւ որպիսի խնդիրներ չառաջանան, քանի որ շատերը գիտեն, որ այդ տարիներին խաղողի մթերման հարցը շատ բարդ էր, որովհետև դեռ զարգացած չէր գինեգործությունը զարգացած չէր, գյուղացիները չէին կարող մշակեին կամ մշակված պտուղը մնում էր այգիներում, չէին հավաքում տնտեսվարող սուբյեկտները կամ գինու գործարանները, այսպես ասած, ու դրա պատճառով ծրագիր եղավ, որ պետք է գոնե ինչ-որ մի գործարանում մասնաբաժին ունենալ եւ մասնաբաժինը եղավ Իջևանի գինու գործարանում այն ժամանակ, հիմա Իջևանի գինու կոնյակի գործարան։ Փոքր մասնաբաժին ձեռք բերեցինք եւ հետո տարիների ընթացքում արդեն ամբողջովին գործարանը դարձավ մերը։ Հետաքրքիր է, որ գինին միավորում է ընտանիքներին նույն գործի շուրջ, հա, ոչ միայն գինու գավաթի շուրջ, բայց այսօր դե Իջևանի գործարանը արդեն շատ յուրօրինակ գինիներ է արտադրում։ Ձեր սիրելին որն է, ձեր գործարանից։ Բոլորն էլ ինձ համար շատ հաճել են, իհարկե ես ինքս 4 գինիների սիրահար եմ։ Վովա ջան, ձեզ եմ հարցնում, որ գինին հիմա այս պահամաններից մեզ կհրամցնեք, որպեսզի փորձենք։ Մենք հիմա կփորձենք 2017 թվականի բերքի մխիթար գորշ սպիտակ 4 գինին, որը այս տարի Mundus Vinium հաղթել է ոսկե մեդալ։ Դուք փոքր ժամանակ երբևէ մտածել եք, որ կարող եք հայտնվել գինեգործության էպիկենտրոնում։ Ուսանողական տարիներին ավելի շատ ես որպես շատ ուղակի գինու սիրահար չեմ ասում, գիտակ, ուղակի սիրողական մակարդակով խմում էի կիսաքաղցր գինիներ։ Իսկ ավանդական 4 գինիների մասին նույնիսկ չէի պատկերացնում, որ կարող է հաճելի լինել։ Բայց ժամանակը փոխեց շատ բաներ։ Ոսկե հատի հենց առաջի։ Հա, բայց ուրիշ հետաքրքիր մշակում կա մեջը։ Հենց այդ ամենակարևորը հենց մշակումն է։ Դրա համար է ոսկի ստացել։ Եվ շատ թույլ ու սառը դեռ չֆիլտրված, հենց պահամանից։ Շատ թույլ բան ունի մեջը, պղպջակներ, շատ դա թարմությունն է։ Քիչ զգայուն ու շատ համեղ է, թեթևություն է տալի։ Մի տեսակ շատ թեթև պրոսեկոյի բան ունի, քող։ Ինձ ամենից շատ ուրախացնում է, որ որքան մեր գինեգործությունը ունենալով շատ հնագույն հազարամյակների պատմություն հին է իր ավանդությամբ, բայց երիտասարդանում է իր գինեգործներով,
նոր իդեմս Վովայի, իդեմս ձեզ, Ատոմ, եւ երիտասարդանում է նաեւ մեր երիտասարդների այս գինին խմելով, ըմպելով։ Ի վերջո մենք մեր գինին խմելով ենք, չէ, զարգացնելու։ Հայկական գինեգործությունը պիտի լինի հայկական խաղողի տեսակներով։ Գիտեք, Ես կուզենայի նշել ինձ դուր է գալի, որ բոլորը դա ընդգծված նշում են եւ պահում են, հիմնականում բոլորը։ Որոնք են մեր թիրախները, հա, Իջևանի գինեգործարանը, գինու է կոնյակի գործարանը, քանի շիշ գինի պետք է արտադրի, որպեսզի համարի իսկապես Առաջին հերթին որակյալ, քանի շիշը չի խնդիրը։ Մենք չենք ձգտում շատ բարձր քանակների, առաջին հերթին դրված է որակը, դուք տեսաք, որ ամբողջ գործարանում շինարարական վիճակա, վերազինվում ենք, փոխում ենք, թարմացնում ենք, այս ամեն ինչը նույնիսկ դեռ մոնտաժված չի եւ ամբողջ գործարանում այս վիճակն է, մենք ձգտում ենք դեպի որակ, բարձր որակ։ Այ եթե մենք շատ բարձր որակի մակարդակը պահելով կարողանանք հասնել բարձր քանակների, մեր նպատակը մենք իրականացնենք։ Այ հիմա Վովա ջան, որպես ավակ գինեգործ, խնդրում եմ ասացեք, ինչ գինի եք մեզ ներկայացնելու համտեսի։ Մենք հիմա կփորձենք անցած տարվա Արենի խաղողի սորտից, Վայոց բերված խաղողից գինի, որը պատրաստվել է շժանգոտվող պողպատում եւ արդեն հասունացումը անցկացրել է տակառներում։ Կլինի երևի արդեն 9-րդ ամիսն է, որ այս գինին տակառի մեջ է։ Դե ձեզ տեսնեմ։ Ձեր կենացը։ Ձեր կենացը։ Փորձեմ ասեմ։ Սա մոնդուս վինիում ստացել է ինչ-որ։ Դեռ ոչ մի։ Չի շշալեցին։ Լավներ, Վլադիմիր։ Դեռ չի շշալեցին։ Դեռ ոչ։ Այս դեռ ոչ մի տեղ չի գնացել։ Էս ինչ մի հատ քաղցր համով բան է տալիս վերջում բույր։ Արենիին բնորոշ չի սա, կարամելոտ բան է տալիս։ Այդ փայտից է։ Իհարկե սպիտակից հետո թվում էր թե դժվար է զարմացնել, բայց սա որը դեռ շշալցված չի, բայց ունի անուն։ Էդ էլ հələ դեռ բարձ չի։ Եկեք հələ չասենք, որտեղ Մենք չենք իմա։ գաղտնիքը չբացենք, բայց ունի եւ լուրջ անուն ունի։ Չենք ասելու մեկ, չէ։ Պատմական շատ լուրջ անուն Չէ։ ունի։ Նուարդ։ Չէ, այտենց բան կա։ Եղիսաբեթ։ Չէ։ Չէ։ Նարեկացի։ Ասեց Շատ չդիմացավ Նազենին։ Սա, բայց սա ռեզերվ է գնալու։ Այո։ Սա ռեզերվ է։ Նարեկացի կունենանք եւ Եվրոպացիները անվանում են ռեզերվ, բայց Դե ռեզերվ է։ պահպանված է տակառում այսպես։ Դե տակառում արդեն անցնում է բայց քիչ երկրորդային քանակ, հնեցում։ քիչ քանակությամբ։ Մենք ունենք սրանից ընդամենը այս Նարեկացի սա ռեզերվ։ 3000 շիշա։ Որն է մերը։ Որը, այսինքն Մերը, համի ուժի ու իմը որն է։ Կարանք հենց որից փորձեցինք դա գրենք համի ուժի համար։ Կավիճ բերեք, ուրա, թող մի հատ ստորագրեմ, որ հետո տեսնենք ինչ ա լինում։ Վովա, դուք խմում եք գինին իր ֆերմենտացիայից հետո, հա, խմորումներից հետո, առաջին գնահատողով եք դուք, եթե դուք հավանեցիք, ուրեմն դա այն գինին է, որը պետք է գնա մրցույթների կամ գնա շուկա, ով է այն մարդը, որը վերջում խմում ու ասում է սա է, որտեղ ես չեմ այդ մարդը։ Մամաս է։ Այդ իմ մաման է։ Ձեր մայրիկի անունը կասեմ։ Գոհար։ Տիկին Գոհար, դուք շշմելու գինեգործ եք ստեղծել, դասյարակել եւ աճեցրել։ Մենք խմում ենք մեր մայրերի կենացը, որովհետեւ մեր մայրերը ստեղծում են այսպիսի միջավայր, ընտանեկան, հյուրընկալ, լավ ընտանեկան ավանդույթներով եւ վերջապես ձեր աչքերը փայլեցին, երբ դուք խոսեցիք Տիկին Գոհարից։ Ուրեմն այս լավ գինին, Տիկին Գոհար, դուք շշմելու գինե գնահատող եք։ Տեսնենք։ Էս ինչ լավ բույր է, մի տեսակ հին մանկության, տատիկի տան, գինիների, վախ, էս ինչ լավ բույր էր, որտեղ։ Մեր մառաններից ամենահինն է կարելի է ասել, այստեղ ունենք և տակառային հնեցում,
եւ ունենք կարասային հնեցում եւ ունենք կոլեկցիոն գինիներ արդեն շշալցված։ Այն կարասները գինիներով լեցուն են։ Այնտեղ եւ այստեղ, այո, գինիներով լեցուն են։ Այստեղ կան շշեր, որոնք որ 72 թվից սկսած գինիներ են։ Ինձնից մեծ։ Ահա։ Եվ տակառների մեջ նաեւ, եթե տեսնում եք, տակառներն էլ շատ հին են։ Ատոն ջան, սա որ գրված է, բացել 2023 թվականին։ Այս հուսով եմ միայնակ բացում չի։ Չէ, միայնակ բացում չի, կատարել 50 շիշ հոբելյանական շշալից։ 50 շիշը իհարկե Մի 5-ը գալիս է տարբեր տեղեր գնալու է։ ընտի։ Դուք նաև ունեք գրեթե իմ տարիքի գինի 83 թվականի Կարմիր Իջևան։ Մենք ունենք նաև 26 ձեզանից հոտ։ շատ մեծ։ Հեսա, Սպիտակ Իջևան 82, իմ տարիքի էլ կա 63 հատ։ Տարակ 36։ Ուրեմն ընկեր Սաֆարյան, ասեք թող 82 թվականի մի շիշ հեսա, պատրաստեն, որպեսզի երևում է, չէ, փոշուց։ հենց ամենավերևին էս բռնի, Չեմ կարող։ Փոշին նայ։ Աստված, իսկ դու գիտեք, որ 3-ն իմ թիվն է, ու ես ուր գնում եմ կամ 36 է, Էս հիմա կասենք, տեսեք, այս երևում են։ Երևում է, չէ, մազերը նույնիսկ վրան, հետ ամեն ինչ գալիս է։ Բան Լրիվ Սարդոստան, իմ գինին։ էս կասենք, հիմա Սա մի հատ տեսքան սորգու գին է։ չեն, այո։ Բայց սա խմելու ենթակա է, այդքան մնալուց հետո։ Այդ ամեն ինչից արդեն նշանակություն էլ չունի, խմելու ենթակա է թե չէ, Բայց ես ինչ հարստություն է։ Եկեք համտեսենք 72 թիվ այգե շատ, Եկեք։ քաղցր գինի է այս գինին, վստահ եմ, որ դուր կգա, իհարկե քաղցր գինիների, սա դեսերտ է, ոչ թե դեսերտային գինի է, ինքը հենց դեսերտ է։ Ու գիտեք, չէ, որ մի քանի շերտ է տալիս։ Սկզբում այդ յանտարի գույնն է տալիս, հետո տալիս է։ Մենք 72 թվականին սպիտակ գինի ենք խմում հնեցված տակառի մեջ։ Իջևանի գինու եւ կոնյակի գործարանում։ Վերջն է։ Այս ունի հայտնի պատմություն։ Ես մի քանի տեղից լսել եմ, բայց իսկականը չգիտեի։ Ես ձեզ որ ի սկզբանե ասեցի, որ սովորել եմ գինեգործության մասին ամեն ինչ, հենց Իջևանի գինու կոնյակի գործարանում 2008 թվականից սկսած, երբ որ արդեն աշխատում էի գործարանում, բայց եղել եմ տնօրեն 2010-ից։ Մենք չասեմ ծերունի, որովհետև Իսկանդարյան Ռոբերտը ծերունի չի, ինքը մոտ 60 տարեկան անձնավորություն է, բայց ծերունի ավազակ ասեմ, որովհետև երիտասարդ մանկական հոգին զրուցելուց ասեցի, ես ինչա շատ հետաքրքիր է, դե ես էլ սիրողական մակարդակով էի դեր գինիների մասին խոսում, ասեց Ատոմ ջան, այս գինուն ժամանակին ասել են մադամ լաժիս։ Աշխատող է։ Ասեցի ինչու, ասեց որովհետև սովետի ժամանակ ռուսները գալիս էին Հայաստան, աղջիկները շատ հաճելի քաղցր համով գինի է, իհարկե քչերն էին հասկանում, թե 72 թիվ քաղցր այս համի խմում էին մի քանի բաժակ եւ օթերով էին ման գալիս, այսպես ասած։ Գործարանը ավելի շատ ընտանեկան, այսպես ասած, արժեքներ, ավանդույթներ էլ ունի, այս փոքր տակառները ավելի շատ ընտանեկան անուններով տակառներ են, իսկ մնացած բոլոր տակառները հին տակառներ են, մինչև 52 տարեկան կոնյակի սպիրտեր ունենք այստեղ, որոնցից շշալցվում է մաքսիմում 40 տարեկան, բայց մոտակա ապագայում երևի թե կմտածենք, որ 50 տարեկան է, բայց դա պիտի գաղափարախոսություն լինի, ճիշտ անուն ընտրենք, ճիշտ տեսք, ամեն ինչը պիտի երկար մտածենք։ Մեր տավուշն արևի եւ հույսի աշխարհ է։ Այստեղ արևափայլքի տարեկան տևողությունը 1900-ից 2000 ժամ է։ Ամառները տաք են, ջերմ, ձմեռները մեղմ։ Խաղողի համար սա կատարյալ վայր է, արևով ջերմանալու, ցրտից քաղցրանալու համար։ Հենց սա է տավուշի գինու գաղտնիքը, համի ուժը, որը հազարամյակներով ուղեկցել է այստեղ ապրող եւ արարող հային։ Տավուշը նաեւ մեր սահմանապահն է։
որտեղ սահմանապահ լինելը կենսակերպ է, ամենօրյա բարդագույն աշխատանք։ Այդ բառի խորքն ու կարևորությունը միայն այստեղ է հասկանալի, թշնամու հետ ամենօրյա տեսանելի հասանելիության մեջ ապրելիս։ Տեր Աստված, խաղաղություն եւ սեր տուր մեզ ամենաբարդ փորձություններին դիմակայելու, ապրելու ուժ ունենալու եւ կարևորը հաղթելու համար։